Բժիշկ, իմ երեխան ոչինչ չի ուտում։ Մանկաբուժական պրակտիկայում ամենից հաճախ լսվող գանգատներից մեկն է։ Սակայն փորձենք հասկանալ, արդյոք երեխան իրոք վատ է ուտում, թե դա չի համապատասխանում ծնողների պատկերացումներին, թե որքան պետք է նա ուտի։ Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխան 2-ից 6 տարեկան հասակում ունենում է բնական, այսպես կոչված ֆիզիոլոգիական ախորժակի իջեցում, որը ունի իրեն տրամաբանական բացատրություն։ Աճի տեմպերը այս ժամանակահատվածում խիստ նվազում են և համապատասխանաբար պակասում է նաև սննդի նկատմամբ պահանջները օրգանիզմի։ Եթե երեխան ակտիվ է, քաշի և զարգացման ցուցանիշները չունեն շեղումներ տարիքային նորմերի, չկան նաև լաբորատոր տվյալների փոփոխություններ, ապա խոսքը ամենայն հավանականությամբ հիվանդության մասին չէ։ Իսկ ինչ են անում ծնողները։ Ծնողները սննդով վազում են, ստիպում են, համոզում են, միացնում են մուլտֆիլմեր, կերակրում են խաղերի միջոցով և արդյունքում նրանք նվազեցնում, ճնշում են երեխայի քաղցի և հագեցման բնական զգացողությունը։ Ժամանակակից մանկաբուժության խորհուրդն է։ Ծնողը որոշում է, որտեղ, երբ և ինչ է ուտում երեխան, իսկ երեխան որոշում է, թե որքան է ուտում։ Ի վերջո, մեր նպատակը չէ աբսենտ դատարկելը, մեր նպատակն է սննդային վարքագիծ ձևավորելը։ Եվ հիշեք, որ ոչ բոլոր երեխաները, որոնք քիչ են ուտում, ունեն բուժման կարիք, սակայն բոլոր ծնողները ունեն ճիշտ տեղեկատվության կարիք։